այսուհետ, որ ասես, ես անելանելի վիճակի մեջ եմ գտնվում, մի դիտարկիր դա որպես բացական վիճակ, որովհետև ըստ վիճակագրության հայտնագործությունների, հաջողակ մարդկանց, չգիտեմ, հարուստ մարդկանց գերակշռող մեծամասնությունը այդպիսին են դարձել եւ իրենց հայտնագործություններն են արել հենց գտնվելով այդպես կոչված անելանելի իրավիճակում։ Անգամ շատ մոտիվացիոն խոսնակներ հաջողակ, որոնք որ հիմա մարդկանց սովորացնում են ինչպես գնալ առաջ, ինչպես դառնալ հաջողակ, նրանք էլ են գտնվել այդ անելանելի վիճակում եւ ստիպված դարձել են այդպիսին, հա, օրինակ Ջովիտ Ալեն անտուն է եղել, աղքատ, հիվանդ եւ հիմա ինքը շատ հայտնի մոտիվացիոն խոսնակ է, նույնն էլ Լիզե Նիկոլսը եւ այլն։ Իսկ ինչու է դա այդպես լինում, որովհետև երբ որ մարդը լաբիրինթոսի առջև է կանգնած եւ անելանելի վիճակում է գտնվում, նա ունի ընդամենը երկու ելք։ Առաջին ելքը իր ուղեղը փնտրում է տարբերակներ, հնարավորություններ, թե ինչպես դուրս գալ այդտեղից, ու շատ արդյունավետ է փնտրում, հա, երկրորդը մարդը հուսահատվում է, դառնում է հարբեցող, թմրամոլ, սուիցիդալ մտքեր է ունենում Աստված միանի, եւ այստեղ ես ուզում եմ որպես օրինակ բերել իմ ամենասիրած ստեղծագործություններից մեկի, հա, ամեն դեպքում երևի հայ ստեղծագործություններից, գրողների ստեղծագործություններից դա է ամենասիրածս, ես եւ նա Նարդոսի, որտեղ որ երկու հերոսներ են լինում, մեկը որ պատմում է, հա, այդ ամենը եւ երկրորդը Ջուզեպեն։ Հավանաբար բոլորդ կարդացած կլինեք։ Այն մարդը, որ պատմում է, իրեն դավաճանում է իր սիրած աղջիկը եւ նա հարբեցող է դառնում անհաջողակ, անտուն, հա, այդ վշտից։ Իսկ Ջուզեպեն, այդ ջութակահարը, էլի նույն իրավիճակում դավաճանում է իր սիրած աղջիկը, բայց նա ընդ որում նա աղքատ է լինում, առաջին մարդը շատ հարուստ է լինում, դառնում է աղքատ, իսկ Ջուզեպեն փողոցի երաժիշտ է լինում եւ նա իրեն նպատակ է դնում, որ ես պետք է դառնամ շատ հանրահայտ ջութակահար, հա, այսինքն իր ուղեղը տարբերակը փնտրում է եւ ի կատար է ածում։ Հիմա ինչ եմ ուզում ասել, ժողովուրդ ջան, սրանից հետո որ ասեք, ես անելանելի վիճակում եմ, ինչ անեմ, ուղեղիդ ասա, սիրունս, նախշունս, խելոքս, մի հատ հələ արի տեսնենք ինչ հնարավորություն ես ինձ առաջարկում։ Ես վստահ եմ, որ դու կարող ես։